Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում, այսօր միասին պատրաստում ենք պանիրի համար աղաջուր։ Պանիրը աղաջրի մեջ դնել է կարևոր տեխնիկա է և պահպանման, և համի և կառուցվածքի համար։ Պահպանման համար աղաջուրը արգելում է մանրէների և բորբոսի զարգացումը։ Աղի միջավայրը մանրէազերծում է պանիրը երկարաձգելով պահպանման ժամկետը առանց սառնարանի կամ հատուկ միջոցների։ Համի տեսակետից աղաջուրը ներծծվում է պանրի մեջ, տալով նրան յուրահատուկ աղի համ, ինչը բնորոշ է հայկական պանրատեսակներին, ինչպիսիք են լոռի և չանաղ։ Աղաջուրը պահպանում է պանրի ձևն ու պնդությունը, կանխելով փափկելը և քայքայվելը։ 1 լիտր ջրի մեջ պետք է օգտագործենք 100-ից 120 գրամ աղ։ Սա աղաջրի ստանդարտ հարաբերակցությունն է, որի արդյունքում ստացվում է 10-ից 12%-անոց աղի լուծույթ։ Նախ համտեսում ենք պանիրը։ Եթե պանիրը արդեն իսկ աղի է, կարելի է անմիջապես դնել աղաջրի մեջ։ Սիրելիներս, եթե ձեռք եք բերել անալի պանիր, պանիրի մանր կտորների բաժանելուց հետո անպայման բոլոր կողմերից պետք է պատեք աղով։ Պանիրը աղ դնելուց հետո 1 օր պետք է թողնել սառնարանում, այդպես ավելորդ շիճուկը դուրս է գալիս և պանիրը ամրանում է։ Եթե անալի պանիրը անմիջապես գցեք աղաջրի մեջ, վստահեցնում եմ, որ այն պետք է փափկի, ինչը այնքան էլ ցանկալի չէ։ Ես գնել եմ 4 կգ լոռի տեսակի գործարանային պանիր, որը արդեն իսկ աղ է պարունակում։ Բաժանում եմ ինձ համար նախընտրելի կտորների և միասին կպատրաստենք պանրի աղաջուր։ Եթե գործարանային պանրի պիտակի վրա գրված է կաթ պարունակող մթերք, ուրեմն դա իսկական պանիր չէ, խուսափեք նման պանիր գնելուց։ Եթե ցանկանում եք պատրաստել իսկական տնական պանիր, բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք անցնել հղումով և դիտել տեսանյութը։ 1 լիտր ջրի համար վերցնում ենք 120 գրամ խոշոր աղ։ Ես պատրաստում եմ 2,5 լիտր աղաջուր, այդ պատճառով օգտագործում եմ 300 գրամ խոշոր աղ։ Ջուրը պետք է լինի եռացրած սառեցրած, այսինքն մանրէազերծված, այդպես պահպանման ընթացքում աղաջուրը չի պղտորվում։ Եթե պանիրը ունի քիմքին ոչ հաճելի համ և հոտ, այդ հոտը չեզոքացնելու համար աղաջրի մեջ կարող եք ավելացնել 1 ճաշի գթալ 70%-անոց քացախաթթու։ Աղաջրի պատրաստ լինելը ստուգում ենք ձվով, այն պետք է 10 կոպեկանոցի չափով ազատ լողա աղաջրի մակերևույթին։ Պանիրը գեղեցիկ դասավորում ենք համապատասխան տարայի մեջ և վրան լցնում ենք մեր պատրաստած աղաջուրը, դնում ենք սառը տեղ կամ պահում ենք սառնարանում։ Վրան ափսե ենք դնում, որպեսզի ամբողջ պանիրը ընկղմված լինի աղաջրի մեջ և այսպես կարելի է պահպանել 2-ից 3 ամիս։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ պանրի ճիշտ աղաջուր պատրաստելու այսպիսի բովանդակալից կարճ տեսանյութ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։